Այսօր վատ լուրերը շատ են լինելու, դուք ուղղակի ինձ հիշեցրեք, որ ես հատիկ առ հատիկ անդրադառնամ։ Աչքալուսանքներ։ Այո, առաջինը բիզնես միջավայրում ցանկացած տնտեսվարող սուբյեկտի մոտ, ցանկացած արտադրական process-ի մեջ, եթե փոփոխություններ են տեղի ունենում, դա այսպես թե այնպես անդրադառնում է ապրանքի ինքնարժեքի եւ ձեռնարկատիրական գնի, հետեւաբար վերջնական գնի վրա։ Այո, Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագինը միանշանակ թանկանալու է եւ ներողություն, դա միայն հեծով չի պայմանավորված։ Հեծը էլեկտրաէներգիա չի արտադրում։ Հեծը արտադրված էլեկտրաէներգիայի վերջնական բաշխիչ ցանցն է։ Ատոմակայանն էլ ֆինանսական խնդիրներ ունի։ Բեցը չի նաև զբաղվում բաշխումով։ Ատոմակայանն էլ ֆինանսական խնդիրներ ունեն, ջերմաէլեկտրոկայաններն էլ ֆինանսական խնդիրներ ունեն, հիդրոէլեկտրակայաններն էլ ֆինանսական խնդիրներ ունեն, արևային էլեկտրակայանները բավականին արագ զարգացան Հայաստանի Հանրապետությունում, բայց պետության կողմից տրվող արտոնությունները կասեցրեցին։ Այդ ոլորտում արդեն իսկ խնդիրներ են առաջանում, ես ընկերներ ունեմ, որ այդ ոլորտում են աշխատում, ասում եմ մենք անգամ աշխատողներ ենք աշխատանքից հեռացնում։ Հասկանալի։ Այո, եւ էլեկտրաէներգիայի թանկացումը ոչ միայն պայմանավորված է հեծում տեղի ունեցող process-ներից, այո, հեծում տեղի ունեցող process-ները կարող են բացասական անդրադառնալ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վրա։ Բայց եկեք չմոռանանք, որ հեծը էլեկտրաէներգիա չի արտադրում, այլ արտադրում են ատոմակայանը, ջերմաէլեկտրոկայանները, հիդրոէլեկտրակայանները եւ այլն, եւ նրանք նույնպես կարող են հայտ ներկայացնել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու համար։ Եկեք չմոռանանք միջնորդ կազմակերպությունը դա BECN է, որը էլեկտրաէներգիան արտադրված վերցնում է, բաշխում է հեծին եւ հեծը վերջնական սպառման process-ն է իրականացնում, այսինքն տնային տնտեսություններին եւ տնտեսվարող սուբյեկտներին էլեկտրաէներգիայի մատակարարում։ Հետեւաբար այս 3 գործոնները արտադրողներ, միջնորդը, BECN-ը, որը արտադրողներից վերցնում է եւ հանձնում է հեծին, այս 3-ն են նույն տնտեսական գործունեությամբ են զբաղված, նույն ապրանքն են, հա, արտադրված վերցնում եւ վերաբաշխում եւ սպառում։ Եվ հետևաբար յուրաքանչյուրը կարող են առանձին ֆինանսական խնդիրներ ունենան, եւ այդ ֆինանսական խնդիրները միանշանակ պարզ տրամաբանություն է ծածկելու համար պետք է տվյալ ապրանքի գինը բարձրանա։ Եվ դա հեծով պայմանավորված կլինի, թե BECN-ով պայմանավորված կլինի, թե արտադրողներով պայմանավորված, թե 3-ը միասին պայմանավորված կլինի, բայց փաստը մնում է փաստ, այո, Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, դա անխուսափելի է։ Միայն մի պարզ տրամաբանությամբ հեծի օրինակով բերեմ։ Հեծ ունի շուրջ 7000 աշխատող։ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր այսօր ապրանքի գները բարձրանում են։ Եվ վստահեցնեմ ես որպես անձ, որը աշխատում է, ցանկանում է իր աշխատավարձը բարձրանա, որպեսզի կարողանա իր ընտանիքի կենսամակարդակը գոնե պահպանի, այլ ոչ թե հակառակը նվազի։ Եվ հետևաբար գործատուին ասում է, չէ, աշխատավարձս բարձրացրու։ Եւ 7000 մարդ այս գնաճի արդյունքում կապ չունի Ռոմանոս Պետրոսյանը կլինի, թե մեկ այլ անձ կլինի, հա, հեծի կառավարման պաշտոնում։ Աշխատավարձի բարձրացումներ լինելու են, վստահ եմ, որ կլինեն։ Անդրադառնալու է սակագնի վրա։ Միանշանակ, հետեւաբար որտեղից պետք է լրացուցիչ եկամուտ գոյանա, որ այդ 7000 մարդու աշխատավարձը բարձրացվի։ Այնպես որ էլեկտրաէներգիան որպես սպეციფիկ ապրանք, որը հնարավոր չէ պայստավորել, այն արտադրում եւ միաժամանակ պետք է սպառվի, հակառակ դեպքում հանգույցը կպայթի։ Այո, էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է եւ Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծած բոլոլայով եւ տնտեսական գործոնով, քաղաքական գործոնով, վարկային պարտավորությունների սպասարկման գործով եւ վերջի 7000 աշխատող ունեցող կառույցում չի կարող ապրանքի գինը չբարձրանա, հակառակ դեպքում այդ մարդկանց աշխատավարձը տարիներով պետք է մնա նույնը, բայց գնաճը չի սպասում։ Վերջին հաշվով նաեւ ենթակառուցվածքներն են, չէ՞, մաշվում, նաեւ մենք այսօր պետք է արդիականացվի ենթակառուցվածքների ավելի ընդլայնելու նոր շինարարության հետ կապված, իսկ դրանք նոր ներդրումներ են պահանջում, որոնք միանշանակ Եթե չեմ սխալվում, հարգելի Թագուհի, շուրջ 700 միլիոն դոլարի արդեն իսկ հեծը վարկային պարտավորություններ ունի ստանձնած, եւ այն կազմակերպությունը, որը հեծը ձեռք է բերելու, կամ կառավարությունն է հեծը ազգայնացնելու, այնուհետև կվերավաճառի, մասնակի կվաճառի, թե առհասարակ քանդ ու քարապ կանի, այդ վարկային պարտավորությունները միանշանակ հեծի հետ
փոխանցվելու է նոր սեփականատիրոջը։ Ես պարզապես խորհուրդ եմ տալ ի բարորս հայ ժողովրդի, որ կապվածար չլինի մեր էներգետիկ համակարգը, պարզապես Սամվել Ալեքսանյանին ազատ արձակեն եւ հեծի շուշ տեղի ունեցող այս process-ները դադարեցնեն եւ պարզապես զուտ ներողություն խնդրեն, այդքանով այս խոսակցությունը, այս վեճը, այս պատվազրկությունը, ներդրումային միջավայրի աչքը վախեցնել ամբողջը մոռանանք։